Հունիսի 19-ից 21-ը Գավառ քաղաքի մարզական պատմության եւս մեկ էջ է գրում բասկետբոլի ամենամյա հուշամրցաշարը։ Արդեն 5-րդ տարին անցկացվող մարզական միջոցառումը նվիրվում է Գավառի մարզադպրոցի հիմնադրման եւ կայացման գործում մեծ ավանդ ներդրած մարզասեր Գրիշա Ափրոյանի հիշատակին։ 3 օր քաղաքի մարզադպրոցում աշխուժություն, մրցակցության եւ պայքարի ոգևորություն են բերում 8 թիմ 72 պատանի բասկետբոլիստներով։ Այս տարածաշրջանում միշտ բասկետբոլը եղել է իր բարձունքների վրա, որոշ ժամանակ նորից պետք է կատարելագործվի։ Գավառը միշտ ունեցել է լավ բասկետբոլ, դրա համար այս միջոցառումը շատ կարևոր է պատանի բասկետբոլիստների համար, կարևոր է նաև տարածաշրջանի համար, որտեղ ընդգրկված են շատ տարածքներից, մոտակա շրջաններից եւ բասկետբոլը զարգացնելու համար շատ լավ առիթ է։ Երեք օրերի ընթացքում 16 խաղ է կայանում։ Մրցասպարեզում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի, Արթիկի, Սևանի, Մարտունու եւ Գավառի թիմերը։ Նկատվում է մարզիկների պատրաստվածության բարձր մակարդակ, ով կհաղթի 5-րդ հուշամրցաշարում։ Փորձում են կանխատեսել մրցավարները, մարզիչներն ու խաղին հետևող մարզասերները։ Շատ կարևոր է, որ այսպիսի մրցաշար են կազմակերպվում, հատկապես Գավառում, որովհետև Երևանից դուրս շատ գովել է, որ այդպիսի մրցաշարներ են տեղի ունենում, մարզերի ներկայացուցիչները կարող են լավ հանդես գալ, փորձ ձեռք բերել, նրանք նույնպես ուժեղ թիմերի հետ խաղալով ավելի են ոգևորվում։ Այդ պատճառով ցանկալի կլիներ, որ ամենամյա դառնա այս մրցաշարը, մենք էլ մեծ հաճույքով կհյուրընկալեինք ձեզ։ Առաջին անգամ ենք Գավառում խաղում, շատ հաճելի է, շատ լավ մարզադպրոց ունեք, շատ լավ թիմ ունեք, ինչքան նկատեցի, շատ հաճելի է։ Առաջի անգամ ենք, ճիշտ ասած, այս միջոցառմանը, որի մասին շատ ենք լսել, հետաքրքրությունը շատ էր, հնարավորություն տվեցին մասնակցելու, գոհ ենք ամբողջ կազմակերպչական վիճակից, հուշամրցաշարից, հարգված մարդկանցից, ձեր քաղաքի ընդունելությունից եւ ամեն ինչից։ Մնացածը արդեն խաղային փորձի հետ կապված խնդիրներ են, փոքր տարիքներ են, ավելի շատ խաղային վիճակի մեջից պետք է իրենք գտնեն իրենց խաղը, կարողանան ցույց տալ լավագույնս։ Արդեն 4-րդ տարին է մասնակցում ենք նմանատիպ միջոցառմանը, մրցմանը, շատ հետաքրքիր բասկետբոլային օրվա համար։ Շնորհակալ ենք։ Ցանկանում եմ, որ նմանատիպ միջոցառումներ շատ լինեն, մեր երեխաները ավելի բարեկամանան, ավելի սպորտային տվյալներով զարգանան։ Շնորհակալություն, 3-րդ տեղ ենք զբաղեցրել։ Հուշամրցաշարը բասկետբոլ մարզաձևը հանրայնացնելու, պատանի եւ երիտասարդ մարզիկների խաղի տեխնիկական հմտությունները զարգացնելու, փորձի փոխանակման, միմյանցից սովորելու լավագույն հնարավորություն է, իսկ մրցասպարեզից դուրս ձևավորվում են բարեկամական գործակցային կապեր ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների եւ մարզաձևի մյուս ներկայացուցիչների միջև։ Հուշամրցաշարը հավասարապես հետաքրքիր է եւ առաջին անգամ մասնակցող եւ մարզական այս իրադարձությանը նախորդ տարիներին եւս մասնակցած պատանի բասկետբոլիստների համար։ Սա մեծ պատիվ է, որ մենք եկել ենք ու մասնակցում ենք այս մրցույթին։ Ես արդեն 5 տարի է պարապում եմ բասկետբոլ, ինձ շատ դուր է գալի այս մարզաձևը։ Ես եթե հնարավորություն եղնի, իհարկե կշարունակեմ ու մենք շատ ենք մասնակցել այսպիսի մրցումներին եւ պատվավոր տեղեր ենք զբաղացրել եւ այս անգամ է ուզում ենք գրավել առաջին հորիզոնականը։ Երկրորդ անգամ ինչ մասնակցում եմ, բայց այս անգամ առաջին անգամ է, որ թիմի ավագեմ։ Մեծ պատասխանատվություն եմ կրում իմ թիմի համար, ամեն հաղթանակ, ամեն պարտություն, ավելի քան իմն, քան իմ թիմակիցներինը։ Ունեցել ենք 2 խաղ, երկուսում էլ հաղթել ենք, շատ ավելի ուժեղ թիմ էր Երևանի թիմը, բայց մենք կարողացանք հաղթահարենք, խաղացինք որպես թիմ, խաղացինք որպես մի մարդ, մի ամբողջականություն։ Բոլոր թիմերի այդ տեխնիկաները արդեն լավ ուսումնասիրել եմ, թիմեր կան, որ շատ շուտվանից են ինձ ծանոթ, որովհետև արդեն 2 տարի է ինչ այս մրցումների մեջ եմ, դպրոցական փուլերին էլ ենք մասնակցել, ասել ենք միջև հանրապետական փուլ, խաղացել ենք Վանաձորի թիմի հետ, որն էլ իմ այստեղ է։ Բոլորի տեխնիկաները ուսումնասիրում ենք, փորձում ենք հասկանալ իրաց թույլ ուժեղ կողմերը, որպեսզի դառնանք անհաղթահարելի։
Մարզիչների եւ մրցավարների համար էլ հուշամրցաշարի անցկացումը հնարավորություն է մարզաձևում հեռանկարային կարողություններ ունեցող պատանի մարզիկների բացահայտելու, ովքեր կարող են համալրել Հայաստանի բասկետբոլի պատանիների հավաքականի կազմը։ Պոտենցիալ կա, երեխաները շատ են, կարևորը երեխաների ակտիվությունը այստեղ նկատվում է, զալը լիքն է, բասկետբոլը հեռանկարային է սպային, քանի որ մենք ունենք շատ ու շատ ճիշտ նայող, հետևող ղեկավարներ, նկատի ունենք մեր ֆեդերացիայի նախագահան, իր ազնագազմը ամբողջությամբ մեր մրցավարական, մարզչական այդ խումբը, որը մեկ մարդու պես թիմային աշխատանք են կատարում, նպատակներս մեկն է, կարողանանք իրականացնել մեր բասկետբոլը, մասսականացնելու թե Հայաստանում եւ թե կարողանանք դրսում խաղանք, մեզ ճանաչեն։ Երրորդյա հուշամրցաշարի եզրափակիչ խաղերի արդյունքում ձևավորվում են առաջին 3 տեղերի հաղթողները։ Մեկնարկում է պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Գրիշա Ափրոյանի հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցաշարի 2026 թվականի հաղթող է ճանաչվում Արթիկի թիմը 8 միավորով գրավելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում 6 միավորով Գավառի թիմն է, երրորդ տեղում Չարենցավանի թիմը 4 միավորով։ Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվում են գավաթներով եւ Գրիշա Ափրոյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալներով։ Այս եւ Երևանի 4-րդ տեղը զբաղեցրած թիմերի մեկական աղջիկ եւ տղա արժանանում են նաեւ դրամական պարգևի, իսկ հուշամրցաշարին մասնակցած բոլոր թիմերը բասկետբոլի երկուական գնդակներով։ Գրավեցինք մենք մրցաշարում առաջ տեղ, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին եւ հակառակորդներին այդ խաղը ցուցաբերելու համար։ Գավառ քաղաքը շատ գեղեցիկ էր, տպավորված եմ ամեն ինչով, շնորհակալություն կրկին այս ամենը կազմակերպողներին։ Հուշամրցաշարը լավագույնս կազմակերպելու եւ անցկացնելու համար Գրիշա Ափրոյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալներով պարգևատրվում են մրցաշարի գլխավոր մրցավար Վանիկ Սարգսյանը, Գեղամ Սիրունյանը եւ Արմեն Գալստյանը։ Բասկետբոլի տարածման եւ զարգացման գործում նշանակալի դերակատարության համար հոբելյանական հուշամեդալ է հանձնվում նաեւ Երևանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արեգ Վաթյանին։ Ամենամյա հուշամրցաշարը կյանքի է կոչվում Գրիշա Ափրոյանի որդիների գործուն աջակցությամբ, մարզային եւ համայնքային իշխանությունների հետ գործակցությամբ։